Ողջույն բոլորին, ինչ ֆուտբոլային շաբաթ էր, Բարսան ու Ռեալը դուրս մնացին Չեմպիոնների լիգայից, Արսենալի և Սիթիի միջև համարյա հավասարությունը Անգլիայի Պրեմիեր լիգայում և Ինտերի ու Բրագայի գոլային հրավառությամբ քամբեքները։ Մենք հավաքում ենք շաբաթվա լավագույն թիմը, որը կազմված կլինի նախորդ հանգստյան օրերի և Չեմպիոնների լիգայի խաղերից։ Բաժանորդագրվեք, սեղմեք լայքի կոճակն ու այս անգամ մեր դարպասը կպաշտպանի Մատվեյ Սաֆոնովը։ Պարի Սեն-Ժերմենը հայտնի է գրոհելով, իսկ ռուս դարպասապահը անընդհատ փրկում էր։ Պարի Սեն-Ժերմեն Լիվերպուլ խաղում Մերսիսայդյան թիմը շատ արագ ու մեծ ուժերով էր գրոհում։ Անընդհատ հարվածներ էին հետևում Սաֆոնովի պաշտպանած դարպասին թե հեռվից, թե մոտիկից, սակայն գնդակի առջև միշտ կանգնում էր նա և 6 անզուգական սեյվեր գրանցեց։ Արդյունքում Պարի Սեն-Ժերմենը հաղթեց 2-0 հաշվով, և Սաֆոնովը, երբ նոր էր գալիս Փարիզ, ասում էր, որ ինքը զամեն չի լինելու։ Հալալա։ Պաշտպանության ձախից կլինի Մաքսիմիլիան Միտելշտատը։ Շտուտգարտ-Համբուրգ խաղում նա իրեն շատ լավ դրսևորեց։ Շտուտգարտը հաղթեց 4-0 հաշվով։ Միտելշտատը շատ լավ էր միանում գրոհներին, արագ զբաղեցնում ազատ գոտիները և շատ արդյունավետ էր գործում պաշտպանությունում։ Իր կատարած փոխանցումներից 87%-ը ճշգրիտ են եղել։ Գրոհներին միանալու ընթացքում նա նաև 1 գոլ է խփել և իր թիմի հաղթանակն ավելի ամրագրել։ Շտուտգարտը Լայպցիգի, Հոֆենհայմի և Բայերի հետ դաժան պայքարի մեջ է Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու համար։ Պաշտպանության կենտրոնում կլինի Օմար Ալդերետեն, բայց սա շատ պայմանական է։ Նա ներկայացնում է Սանդերլենդի ողջ պաշտպանական գիծը դարպասապահի հետ միասին։ Տոտենհեմի դեմ խաղում արևի երկրի պաշտպանները շատ հստակ էին գործում ու խափանում Սպիտակ Լոնդոնի բոլոր գրոհները։ Պետք եղած ժամանակ դարպասապահն էր փրկում ու ամենակարևոր պահին պաշտպաններից Մուքիելեն գոլ խփեց ու Տոտենհեմին ուղարկեց Չեմպիոնշիփ։ Պաշտպանության աջից կլինի Մանու Սանչեսը։ Նա շատ վստահ խաղ ցույց տվեց Խետաֆեի դեմ խաղում։ Լևանտեն կարողացավ 1-0 նվազագույն հաշվով հաղթանակ տանել։ Սանչեսը գոլային փոխանցում արեց ու պաշտպանությունում խաղընկերների հետ միասին հստակ էին ու կարողացան շատ լավ վերահսկել խաղը, թույլ չտալ Խետաֆեին իր կեղտոտ խաղաոճով հաղթել։ Լևանտեն Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտում է ու այս հաղթանակը օդ ու ջրի պես պետք էր ու այն կարող էր շատ ավելի հանգիստ լինել, եթե նրանք օգտագործեին 11 մետրանոցներից գոնե մեկը։ Կիսապաշտպանության ձախից կտեղակայվի Արդա Գյուլերը, ով Բավարիա Ռեալ Մադրիդ խաղի լավագույն ֆուտբոլիստն էր սերուցքայինների կազմից։ Նա դուբլ գրանցեց և առաջին խաղակեսում խնդիրների առաջ կանգնեցրեց Բավարիային։ Բացի գոլերը նա շատ արդյունավետ խաղ ցույց տվեց, սակայն 90-րդ րոպեին ստացավ կարմիր քարտ մրցավարի հետ վիճելու համար, ինչը ցույց է տալիս հաղթանակի նրա անհակ ցանկությունը։ Չնայած Ռեալի անհաջողությանը, այս ֆուտբոլիստը շարունակում է անընդհատ զարգանալ ու կատարելագործվել։ Կենտրոնական կիսապաշտպանների զույգից առաջինը կլինի Ժան-Բատիստ Գողբին, որը մասնակցեց վերջին շաբաթվա ամենախելահեղ խաղերից մեկին։ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Բետիսը ընդունել էր Բրագային ու 25-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2-0 հաշվով։ Սակայն Բրագան չդողաց նման մեկնարկից։ Բատիստը ստաբիլացրեց խաղը կենտրոնում իր գրեթե անսխալ փոխանցումներով ու արդյունքում առջևի խաղացողները, մասնավորապես Ռիկարդո Հորտան, նախ գոլային փոխանցում կատարեց, հետո էլ խփեց հաղթական գոլը։ Անգամ Անտոնին անկարող էր ինչ-որ բան փոխել։ Կիսապաշտպանության աջից կգործի Մարտին Սուբիմենդին։ Եթե Արսենալից առանձնացնենք ինչ-որ մեկին, ապա հենց իսպանացուն։ Նա Սպորտինգի դեմ պատասխան խաղում 54 փոխանցում է կատարել, որից 89%-ը ճշգրիտ։ Շատ լավ է փակել իր գոտին, նա հստակ սահանկումներով խափանում էր մրցակցի գրոհներն ու սկսում սեփական թիմին։ Իր խաղով այս Արսենալի լավագույններից է, քանի որ Արտետայի թիմը որոշել է տուպը մի գոլ խփի ու պաշտպանվի։ Կիսապաշտպանության այս եռյակի առջևում որպես ազատ ջութակ կգործի Ռայան Շերկին։ Հերթական անգամ Պեպի թիմը գարնանը գազ է տալիս ու արդեն կոնկրետ վերադարձել է չեմպիոնական ուղի։ Դրա վերջին կետը եղավ Չելսիին ոչնչացնելը։ Քաղաքայինները ազնվականներին հաղթեցին 3-0 հաշվով։ Շերկին անում էր այն, ինչ ուզում էր բառի բուն իմաստով։ Հիմա նշում ենք նրա 2 ասիստները, մնացածը թողնում ենք ձեր երևակայությանը։ Անգլիայում
դեմ չեմպիոնական պայքարն արդիական է, քան երբևէ նաև Շերկիի շնորհիվ։ Այսօր ունենք ենթահարձակվողների զույգ, ձախից կգործի Հարի Քեյնը։ Ռեալի դեմ բարդագույն խաղում նա կարողացավ շատ լավ առաջնորդել իր թիմին, կատարել 1 գոլային փոխանցում եւ 1 գոլ խփել։ Նաև անգլիացու շնորհիվ Բավարիան կարողացավ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել։ Բացի այս ամենը, նա շատ լավ մարզավիճակում է, կարողանում է գրոհներ սկսել, ու սա շատ է առանձնացնում նրան դասական հարձակվողներից։ Նրան կարելի է նկատել անգամ հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Աչից կխաղա տարիքով երիտասարդ, բայց ցուցադրած խաղով արդեն հասունացած Լամին Յամալը։ Ատլետիկոյի դեմ պատասխան խաղում նա խփեց 1 գոլ, կարողացավ հիանալի անցումներ կատարել։ Կատարել է 51 փոխանցում, որոնցից 41-ը ճշգրիտ, դրանցից որոշները ուղղակի շքեղ։ Նա արդեն կարողանում է մամուլի ասուլիսներին տաքացնել, տրամադրել խաղընկերներին։ Նման բաներ սովորաբար անում են թոռատեր խաղացողները։ Ու ամենակարևորը, որ նա իր խոսքի տերն էր եւ խաղադաշտում նա դրեց ամեն ինչ, ու կարելի է ասել բախտը չբերեց։ Չեմպիոնների լիգայի 4-րդ եզրափակչի պատասխան խաղերի ամփոփ անդրադարձ վիդեոյում խոսել ենք Ուսման Դեմբելեի մասին։ Եթե չեք տեսել, բա ում եք սպասում։ Ֆրանսիացին կլինի մեր թիմի հարձակման կրակագծում։ Այս ֆուտբոլիստը Լիվերպուլի դեմ արտագնախաղում 2 անգամ գրավեց Մամարդաշվիլիի պաշտպանած դարպասը եւ իր անվան դիմաց դուբլ գրանցեց։ Այն ինչը նա անում էր այս խաղում, միայն նայել էր պետք։ Դեմբելեն իր թիմին շատ վստահ հաղթանակի տարավ, չնայած նրան, որ Լիվերպուլը շատ տրամադրված էր սեփական դաշտում։ Բայց Դեմբելեն ընկերների հետ խաղավերջում շատ հանգիստ որոշեց ամեն ինչ։ 3-4-2-1 սխեմայով խաղացող այս թիմը շատ ուժեղ է, պարզապես նրան առաջնորդ է պետք։ Կոմենտներում գրեք, թե ով կարող է գլխավորել եւ դառնալ մեր թիմի մարզիչ, գլխավոր մարզիչ։ Անցնենք մեր թիմի կարճ, բայց շատ հզոր պայստայինների նստարանին։ Այս անգամ որպես պայստային դարպասապահ ենք վերցնում Ջանլուիջի Դոնարոմային Շրամ մականունով։ Չելսիի դեմ արտագնախաղում նա կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը եւ իր թիմին տանել դեպի արժանի հաղթանակի։ Նրա սեյվերի շնորհիվ Սիթին կարողացավ ավելի ու ավելի մոտենալ առաջին տեղին եւ Արսենալին կարող է առաջարկել շատ բարդ ու տհաճ մրցաշարի ավարտ։ Պեպի թիմը Արսենալից հետա 6 միավորով 1 խաղ էլ պակաս է անցկացրել։ Իրար դեմ էլ դեռ խաղ ունեն կամ արդեն խաղացել են եւ տարբերությունը 3 միավոր է։ Սերժի Կարդոնային նույնպես հրավիրել ենք իսպանական Վիլյարեալից։ Դեղին Սուզանավը պայքարում է Լա Լիգայի 3-րդ հորիզոնականի համար։ Բիլբաոյի Ատլետիկի հետ խաղում Կարդոնան բացեց խաղի հաշիվը ու մեծ ներդրում ունեցավ իր թիմի համար շատ կարևոր հաղթանակի հարցում։ Մեր մրցակից պաշտպանների հոգնած ֆոնին Ֆերրան Տորեսը միշտ կմտնի խաղադաշտ ու կխոցի նրանց։ Ատլետիկոյի դեմ խաղում նա 1 գոլ եւ 1 գոլային փոխանցում կատարեց ու ապացուցեց, որ իրեն իզուր են ծուռ ասում։ Ալեքս Սկոտը Բորմուտից կպայքարի մեր գույների համար։ Հենց այս ֆուտբոլիստի գոլը ավելի սրեց չեմպիոնական պայքարը։ Բորմուտը հաղթեց 2-1 հաշվով։ Բացի գոլը, նա շատ լավ էր դիմակայում Արսենալի գրոհները, երբ նրանք փորձում էին փրկել խաղը։ Եվ իհարկե չէինք կարող անտարբեր անցնել Կոմո Ինտեր խաղի կողքով, որի ընթացքում ուղղակի գոլային հրավառություն էր։ Այստեղից կունենանք մեկական ներկայացուցիչ ամեն թիմից։ Կոմոից Նիկո Պասն է, որը առաջին կեսում գոլային փոխանցում արեց ու նաև գոլի հեղինակ դարձավ։ Իսկ Ինտերից Մարկուս Թյուրամը, որը վնասվածքից ապաքինվելուց հետո շատ արագ է մարզավիճակ հավաքում, նա ամենամեծ ներդրումն ունեցավ Ինտերի կամային հաղթանակի հարցում։ Այսպիսին էր մեր շաբաթվա թիմը եւ հաղորդումը ընդհանուր առմամբ։ Եթե հավանում եք, հավանեք, կիսվեք ձեր կարծիքներով, բաժանորդագրվեք եւ լավ մնացեք, որովհետեւ մենք շատ շուտով կրկին հանդիպելու ենք։